Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ և այժմ կներկայացնեմ օրվա գլխավոր նորությունները Հայաստանից և աշխարհից։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին և 25-ին տեսակցել են Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցներին։ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ տեսակցության ընթացքում, ինչպես միշտ, ուշադրության կենտրոնում են եղել պահվող անձանց առողջական վիճակը, նրանց հանդեպ վերաբերմունքն ու պահման պայմանները։ ԿԽՄԿ ներկայացուցիչները առանձին զրուցել են յուրաքանչյուրի հետ։ Հիշեցնեմ, որ կոմիտեի գրասենյակն արդեն 4 ամիս է փակ է Բաքվում և այցը կազմակերպել է կոմիտեի Ժնևի կենտրոնակայանը։ ԿԽՄԿ-ն այցելել է նաև Բաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին։ Նրա փաստաբանն ու կինը շնորհակալություն են հայտնել թե Կարմիր խաչին, թե Ադրբեջանի իշխանությանը այցելությունը հնարավոր դարձնելու համար։ Էուլջեքչյանին փոխանցել են առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչը դրական ազդեցություն է ունեցել նրա ֆիզիկական և հոգեբանական վիճակի վրա։ Անցած շաբաթ նա նաև հեռախոսով խոսել է հարազատների հետ։ Սակայն մարդասիրական այցերին զուգահեռ Ադրբեջանում շարունակվում են մեր հայրենակիցների կեղծ դատավարությունները։ Գանձակի դատարանը մի քանի օրվա քննությունից հետո 16 տարվա ազատազրկման է դատապարտել Ստեփանակերտի վերջին հայ բնակիչներից մեկին՝ 58-ամյա Կարեն Ավանեսյանին։ Ստեփանակերտում անօթևան կատուներին պայուսակներով կեր տանող Ավանեսյանին Ադրբեջանը մեղադրում է ահաբեկություն իրականացնելու համար։ Հիշեցնեմ, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Ավանեսյանը իբր սեպտեմբերի 14-ին ինքնաձիգով փորձել է մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայր, հետո իբր նա կրակել է մոտեցող ոստիկանների վրա, ապա նետել ձեռքի 3 նռնակ։ Պատասխան կրակի հետևանքով նա վնասվել է և ձերբակալվել։ Միաժամանակ Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ դատավարությունը։ Արցախի հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը ըստ ադրբեջանական լրատվամիջոցների չի ընդունել իրեն առաջադրած մեղադրանքը։ Ասել է, որ հրաժարվում է նախաքննական ցուցմունքից և դատարանին խնդրել է հիմք ընդունել դատարանում տված իր ցուցմունքները։ Վերջին խոսքով են հանդես եկել նաև նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը։ Նրանք հերքել են առաջադրված մեղադրանքները։ Հիշեցնեմ, որ մեր հայրենակիցների դատավարությունները Ադրբեջանում ընթանում են առանց անկախ դիտորդների և լրատվամիջոցների։ Այս ամենի ֆոնին Մոսկվան դրական դինամիկա է տեսնում Բաքվի և Երևանի երկխոսության մեջ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացները, ներառյալ Ադրբեջանի տարածքով Հայաստան-ռուսական հացահատիկի մատակարարումների շարունակումը, վկայում են տարածաշրջանային գործակցության խորացման մասին։ Զախարովան նշել է, որ այս ամենը ևս մեկ անգամ գծում է 3+3 տարածաշրջանային ձևաչափի կարևորությունը։ Տարեվերջյան պարգևավճարներ հարկատուների հաշվին։ Կառավարության որոշմամբ մոտ $800,000 է հատկացվել ազգային ժողովի պատգամավորներին պարգևատրելու համար։ Յուրաքանչյուր պատգամավոր ստացել է շուրջ 3 միլիոն դրամ։ Հայաստան և Պատիվ ունեմ խմբակցությունները հայտնել են, որ գումարը կուղղեն բարեգործության, մինչդեռ քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորների պլանները պարզել չի հաջողվել։ Նրանք չեն պատասխանել մեր զանգերին։ Իսկ կառավարությունը ամփոփել է տարվա վերջին նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 73 հարց, որոնց մեծ մասը չզեկուցվող էին։ Ընդունված որոշումները վերաբերել են պաշտպանական, սոցիալական և առողջապահական ոլորտներին։ Նիստից հետո Նիկոլ Փաշինյանը ավանդական ճեպազրույցում անդրադարձել է նաև տարածաշրջանային զարգացումներին։ Մանրամասները Անահիտ Սարգսյանի ռեպորտաժում։ Կառավարության տարեվերջյան նիստն էր, բայց ոչ ամփոփումների, ոչ էլ հաշվետվության։ Կառավարությունը 2025 թվականն ավարտեց 2 որոշումով, որոնք նույնիսկ չզեկուցվեցին, բայց քաղաքական աղմուկը երաշխավորված էր։
Առաջինը հունվարի 1-ից փակվում է Շողակաթ հեռուստաընկերությունը։ Երկրորդը Մայրաթոր Սուրբ Էջմիածինը զրկվում է պետության եւ համայնքների հողերը սեփականության իրավունքով ստանալու հնարավորությունից։ Անհատույց սեփականության իրավունքը փոխարինվում է անհատույց օգտագործման իրավունքով։ Այսուհետ հողապետությանն է եկեղեցին պարզապես օգտագործող։ Այս ամենը չզեկուցվող հարցերի փաթեթում։ Հաջորդ թեման առողջության համընդհանուր ապահովագրությունն էր։ Կառավարությունը այնտեղ նաև կառավարության նիստն է, որը ինչի մասին չխոսվեց ստեղ, այդ նշանակում է այդ հարցը չի լուծվելու։ Փաշինյանը հորդորեց քաղաքացիներին ամեն դեպքում հունվարի 1-ից չգրոհել առողջապահական համակարգը եւ չհամարել, թե առողջապահության համակարգի սեուր բաթ է։ Ոչ բժշկական կենտրոններն են փախնելու, ոչ կառավարությունն է փախնելու, ոչ պոլիկլինիկաներն են փախնելու եւ պետք է կառավարել։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հայտարարեց, քաղաքացիները պետք է պարզեն շահառու են, թե ոչ արմետ հավելվածի միջոցով։ Այնտեղ արդեն տվյալները երևում է դուք ինչքան է անձը ապահովագրավճար վճարելու այն մարդկանց համար, ում որ պետությունն է ապահովագրելու, որ պետությունն է նրանց համար ապահովագրավճարը վճարել, ակտիվացման ամսաթիվը, փաթեթի մեջ ներառված ծառայությունները։ Նիստում անդրադարձան նաև Արցախից բռնի տեղահանվածների սոցիալական աջակցության ծրագրերին։ Առանձին խմբերի համար գործող ծրագրերը երկարաձգվեցին ևս 1 տարով։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց նոր կարգավորումները նրանց համար, ովքեր տարբեր պատճառներով չեն կարողացել օգտվել հավաստագրերից։ Մենք նրանց հնարավորություն ենք տալիս գրանցվել մեր սոցիալական բնակարանային ֆոնդի ծրագրում, որպես հերթացուցակում, որպես պոտենցիալ այդ բնակարանային ֆոնդի շահառու, բայց քանի որ այդ պահին մենք հավանաբար չենք կարողանալու իրենց տանք այդ բնակարանային ֆոնդը, որովհետև այդքան բնակարաններ դեռ չունենք, նրանց տալու ենք մասնակի փոխհատուցում վարձավճարի 40,000 դրամի չափով։ Իսկ կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում հիշեցին խոստումները։ Մենք կունենանք կապսի ջրամբարը եւ ոչ միայն։ Հետո էլ Ալիևին շնորհակալություն հայտնեց 3 կարևոր արգելքները վերացնելու համար։ Ցորենի ներկրման արգելքի վերացում։ Խոսքը վերաբերում էր Ցորենի ներմուծման սահմանափակման վերացմանը, Հայաստանից հակառակողությամբ երկաթուղային անցման արգելքի հանմանը եւ նավթամթերք վաճառելու պատրաստակամությանը։ Իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին վարչապետը հայտարարեց. «Պահը հասունացել է։ Պետք է լինեն քայլեր սիմվոլիկ կամ ոչ սիմվոլիկ»։ Տարեվերջյան նիստը փակվեց առանց զեկույցների, բայց ծանր որոշումներով։ Եկեղեցու համար իրավական սահմանափակում, հանրության համար անորոշություն, արտաքին ուղղությամբ նոր պատրաստակամություններ։ Անահիտ Սարգսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանին առայժմ չեն վիրահատի։ Իզմիրլյան բժշկական կենտրոնից հայտնում են, որ արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է եւ անհրաժեշտ է նախ կարգավորել այն։ Միայն դրանից հետո Միքայել Սրբազանին կպատրաստեն վիրահատության։ Մինչ այդ Էջմիածնում ժամերգություն է կատարել Տեր Վրդանես Քահանա Բաղալյանը։ Սրտի կաթված տարած, ստենդավորված եւ հիվանդանոցից նոր դուրս գրված քահանան ժամերգության ընթացքում խոսել է անազատության մեջ պահվող իր հոգեվոր եղբայրների մասին։ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերի առաջնորդ սրբազան հայրերի կեսը գտնվում են բանդում եւ այսօր մենք հավաքվել ենք այստեղ իրենց Վերաքննիչ դատարանը վերացրել է անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբոր Արսեն Ղուկասյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը։ Ղուկասյանը նոր տարին կդիմավորի ազատության մեջ։ Տեղեկությունը հայտնել է նրա փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ Հաջորդ դատական նիստը նշանակված է 2026 թվականի հունվարի 23-ին ժամը 10:30-ին Նոր Նորքի դատարանում։ Իսկ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցներից մեկին կալանավորել են կաշառք ստանալու մեղադրանքով։ Հակակոռուպցիոն կոմիտեն մեզ հայտնել է, որ նույն վարույթի շրջանակում եւս 2 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում կաշառք ստանալու եւ տալու հոդվածներով։ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժնի աշխատակիցը։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը 2 ամիս ժամկետով։
Միջազգային լրահոսից շաբաթներ շարունակ ընթացող ակտիվ միջազգային դիվանագիտական ջանքերից հետո Հռոմի Պապ Լևոն 14-րդը Ռուսաստանին եւ Ուկրաինային կոչ է արել քաջություն ցուցաբերել գրեթե 4 տարի շարունակվող պատերազմը դադարեցնելու համար։ Պապը ընդգծել է, որ ներգրավված բոլոր կողմերը պետք է միջազգային հանրության աջակցությամբ եւ նվիրվածությամբ գտնեն քաջություն անկեղծ անմիջական եւ հարգալից երկխոսության մեջ մտնելու համար։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, Ռուսաստանը դանդաղ, բայց հաստատուն առաջընթաց է տեսնում ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցություններում։ Իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսով զրուցել է Սթիվ Ուիտկոֆի եւ Ջարեդ Քուշների հետ։ Նա նշել է, որ կան լավ գաղափարներ, որոնք կարող են աշխատել երկարատև խաղաղության համար։ Տղաներին խնդրել եմ Սուրբ Ծննդյան շնորհավորանքներ փոխանցել ԱՄՆ նախագահի ընտանիքին, նշել է նա։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկությունների տոնածառ ակցիայի շրջանակում կատարել է մոսկվացի 10-ամյա Վարվարայի երազանքը։ Աղջիկը այցելել է աստղային քաղաք, հանդիպել տիեզերագնաց Օլեգ Կոնոնենկոյի հետ եւ եղել տիեզերագնացների պատրաստման կենտրոնում։ Ավելի ուշ Պուտինը անձամբ է զանգահարել Վարվարային, հետաքրքրվելով տպավորություններով։ Եվ վերջում եղանակի մասին։ Հանրապետությունում դեկտեմբերի 26-ին 27-ի գիշերը սպասվում է տեղումներ։ Մայրաքաղաքում դեկտեմբերի 26-ի ցերեկը կլինի 3-ից 5 աստիճան, իսկ երեկոյան 1-ից 3 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 12-ին։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Բոլորիս աշխատանքային արդյունավետ օր։